հիմա ավելի կաշկանդված եմ, քան 20-րդ դարում։ Ամեն օրվա դասը այսօր մարտահրավեր է, եւ ուսուցիչը պիտի դասարան մտնի պատրաստ այդ մարտահրավերներին։ Հետաքրքիր հարց է։ Ես պիտի ուսուցիչներին փոխանցեմ հենց սա, որ չվախենան արհեստական բանականությունից, շատ ինքնավստահ մոտենան դրան, որովհետև արհեստական բանականությունը մեզ դարձնում է ավելի ինքնավստահ, ավելի ստեղծագործող, ավելի բազմակողմանիորեն աշխարհն ընկալող, ավելի հետազոտող, բայց ինքը ընդհանրապես աջակից է։ Եվ արհեստական բանականությունը նաև տալիս է հնարավորություն, որ ուսուցիչը դառնա աջակից, ուղղորդող, մենթոր, բայց ոչ մեկ դերասան, որ ամբողջ դասը ինքը պիտի վարի եւ զարմացնի, թե տեսեք ես ինչ եմ ստեղծել արհեստական բանականությամբ։ Դա բոլորը կարող են ստեղծել, բայց արհեստական բանականությամբ ստեղծվածը ինչպես պիտի իրականանա դասարանում եւ ինչ ուղղություններով պիտի հաջողություն բերի տվյալ ուսուցչին, դա արդեն ուսուցչի վարպետությունից է կախված եւ այդ վարպետության քայլաշարին պիտի ծանոթացնեմ։ Ծնողը զբաղված է եւ որևէ դայակ է վերցնում երեխային խնամելու, հոգսը կիսում է դայակը, հանկարծ վախ ունենա, որ նա կգա իրեն փոխարինելու։ Ոչ, դերեր են ստանձնում, որոշակի գործեր է արհեստական բանականությունը ստանձնում, որը հեշտացնում է մեր աշխատանքը, ժամանակն է կարճում, բայց չի կարող փոխարինել այն ուսուցչին։ Եթե ուսուցիչն ինքը մոտիվացված չէ, ապա անհնարին է մոտիվացնել սովորողին։ Եթե ուսուցիչը խանդավառ չէ, չի կարող խանդավառել երեխան։ Եթե ուսուցիչը ձգտում չունի վաղը լինել ավելի լավը, քան այսօր էր, նույնը չի կարող պահանջել երեխայից։